Մեր արհեստական բանականությունը Պավլե Մկրտչյանի գիտելիքներով արդեն պատրաստ է։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է trading լրիվ անվճար։ Եվ ես ունեմ լավ նորություններ իմ դիտորդների համար։ Այն արհեստական բանականությունը, որը որ ունի իմ գիտելիքները եւ կկարողանա ձեզ տալ սիգնալներ այն գիտելիքներով, որը որ ես ձեզ բացատրել եմ նախորդ իմ վիդեոների ընթացքում, արդեն իսկ պատրաստ է, բայց դուք կկարողանաք լինել այդ ալիքում մի քանի օր հետո։ Եթե դուք չեք տիրապետում trading-ին ընդհանրապես, ապա նայեք մեր նախորդ վիդեոները։ Այսօր ես ձեզ ուզում եմ ցուցադրել իմ փակ տելեգրամյան ալիքի արհեստական բանականության աշխատանքը։ Սա մեր VIP ալիքն է, փակ ալիքը, որում որ կկարողանան հայտնվել այն մարդիկ, ովքեր որ մեր հղումով գրանցվել են Pocket Option կայք։ Եկեք այսօր ես ձեզ ցուցադրեմ այս մեր արհեստական բանականության աշխատանքը։ Նայեք, լրիվ դատարկ է, այսինքն առաջին անգամ ես օգտագործելու եմ մեր վիդեոյի ընթացքում։ Մեր ծրագրավորողը արդեն միացրել է այս բոտին, մեզ մնում է սպասել, որ մոտակա 10-ից 15 րոպեի ընթացքում մեզ տա սիգնալ, այսինքն նա կգտնի ամենալավ սիտուացիան այս պահին։ Այսօր մեր TradingView-ի արժույթները չեն աշխատում։ Երևի դա կապված է նրա հետ, որ մոտենում են նոր տարվա օրերը, ովքեր չգիտեն, ասեն, որ նոր տարվա օրերին մեր արժույթները փակ են։ Այդ իսկ պատճառով ես կխնդրեմ մեր ծրագրավորողին, որպեսզի նա միացնի OTC-ի արժույթները։ OTC-ի արժույթները չեն լինելու մեր փակ տելեգրամյան ալիքի սիգնալների մեջ, բայց այսօր կլինի բացառություն, քանի որ ես ձեզ ուզում եմ ցուցադրել մեր փակ ալիքի արհեստական բանականության աշխատանքը, ես կմիացնեմ մեր OTC-ի սիգնալները։ Չնայած որ այստեղ կգրվի օրինակ եվրո-դոլար առանց OTC-ի, բայց դա կլինի եվրո-դոլար OTC-ին, այսինքն այսօր մենք կանենք բացառություն եւ կկապենք մեր սովորական արժույթը OTC-ին եւ մենք կստանանք OTC-ի սիգնալներ, բայց հետագայում մենք չենք աշխատելու OTC-ի հետ եւ կաշխատենք սովորական արժույթների հետ, որոնք որ կլինեն TradingView-ում։ Այսօր ուղղակի ես ձեզ ուզում եմ ցուցադրել իմ արհեստական բանականության աշխատանքը։ Հիմա մեզ մնում է ուղղակի սպասել 10-ից 15 րոպե, որպեսզի մեր բոտը գտնի ամենալավ սիտուացիան trading-ում եւ տա մեզ սիգնալ։ Ահա եւ մեր սիգնալը, մեզ ասում են CAD GPI-ը նախապատրաստել 4 րոպեով գնման։ Մեր մոտ արդեն տրված է 4 րոպե եւ ես պետք է կատարեմ գնում CAD GPI-ը։ Չնայած որ այստեղ գրված է CAD GPI, բայց սա վերաբերվում է OTC-ին։ Եկեք կատարենք գնում, որպեսզի չուշանանք մեր տված սիգնալի ժամանակից։ Ես կատարեցի գնում եւ եկեք կատարենք վերլուծություն եւ հասկանանք թե ինչու մեր բոտը ասեց բարձրանալ վերև։ Այո, մենք չպետք է կուրորեն հետևենք մեր բոտի սիգնալներին։ Սա ծրագիր է եւ մենք պետք է հասկանանք, որ սա մեզ օգնական ծրագիր է, այլ ոչ թե ուղղորդող։ Մենք պետք է առաջնահերթ մեր հույսը տնենք մեր գիտելիքների վրա։ Մեր կարմիր մոմերը թույլ մոմեր են, փոքր մարմնով եւ մեծ ստվերներով։ Եվ այդ իսկ պատճառով մեր բոտը մեզ տվեց սիգնալ CAD GPI-ը բարձրանալ վերև 4 րոպեով։ Եվ եթե մենք նույնիսկ հիմա գնանք մինուս, ապա մեր բոտը մեզ կարող է տալ 2 դագոնի սիգնալ կապված CAD GPI-ի հետ, քանի որ մեր բոտը ստեղծված է մաքսիմում 2 դագոն տալու հնարավորությամբ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այս մեր հիմնական գործարքը այդ 2 դագոնի հետ միասին չպետք է գերազանցի մեր բալանսի ընդհանուր 5%-ը։ Չնայած որ ես արդեն սկսեցի ավելի մեծ գումարով քան 5%-ը, ես վստահ եմ իմ գիտելիքների եւ իմ բոտի վրա, բայց դուք պետք է օգտագործեք ձեր ընդհանուր բալանսի 5%-ը։ Եվ խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս զգուշացմանը։ Այս մեր բոտը ձեր համար կլինի օգնական, այլ ոչ թե հիմնական ուղղորդող։ Դուք պետք է կատարեք վերլուծություն հիմնականում ձեր գիտելիքներով։ Դուք պետք է դիտեք այս ալիքը եւ սովորեք trading։ Սա ռոբոտ է եւ նույնիսկ ես սխալվում եմ եւ գնում եմ մինուս։ Այդ իսկ պատճառով դուք պետք է հասկանաք, որ չկա 100%-անոց ծրագիր կամ ինչ որ արհեստական բանականություն, որը որ ձեզ կարող է տալ ճշգրիտ սիգնալներ 100%-անոց, քանի որ եթե այդպիսի արհեստական բանականություն լիներ,
ապա ստեղծողը կլիներ, չգիտեմ, միլիարդատեր։ Այդ իսկ պատճառով դուք պետք է հասկանաք, որ սա օգնական է, որpիսի դուք ունենաք պրակտիկ գիտելիքներ, այսինքն ես ձեզ տալիս եմ հնարավորություն պրակտիկ գիտելիքների, այսինքն մենք չենք կարող հանդիպել։ Ես ձեզ սովորեցնում եմ trading այս YouTube-յան ալիքով, բայց ես տալիս եմ ձեզ հնարավորություն, որpիսի դուք կարողանաք ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ։ Էլ ինչ եք ուզում, ես ձեզ անվճար սովորեցնում եմ, ես ձեզ տալիս եմ պրակտիկ գիտելիքներ իմ փակ Telegram-յան ալիքում, եւ ես ձեզ տալիս եմ մոդերատորներ, ովքեր ձեզ օգնում են տեխնիկական խնդիրներով։ Եկեք տեսնենք մեզ մոտ փակվեց պլյուս, եւ մենք հասկացանք, որ մեր բոտը արդեն իսկ լավ է աշխատում, բայց ես ուզում եմ ձեզ ցուցադրել սիտուացիա, որտեղ որ մեր բոտը մեզ կուղորտի կատարել դա գոն։ Եկեք գտնենք այդպիսի սիտուացիա, ես ուզում եմ գնալ մինուս, որպեսզի մեր բոտի օգնությամբ հետո աշխատեմ գումար։ Եկեք հիմա գտնենք այդպիսի սիտուացիա, ես ձեզ մոռացա ցուցադրեի, որ մեր բոտը մեզ հրահանգում է կատարել գործարք, ուղղակի ես վրազեցի եւ կատարեցի միանգամից գնում, այդ իսկ պատճառով ես չկարողացա ձեզ ցուցադրել, որ մեր բոտը սկզբից մեզ նախապատրաստում է, ապա հրահանգում է կատարել գնում։ Մեր բոտը սպասում էր ավելի լավ սիտուացիայի, որպեսզի մեզ հրահանգեր կատարել գնում։ Նա մեզ հենց նոր հրահանգեց գնում, եկեք կատարենք գնում։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի մենք փակվենք մինուս, որ մեր բոտը մեզ հրահանգի կատարել դա գոն։ Նայեք, մեր բոտը ասեց մեզ նախապատրաստել եւ մի քանի րոպե հետո նոր հրահանգեց կատարել գնում։ Ես վրազեցի եւ ինքնուրույն կատարեցի գնում։ Ուղղակի ես վստահ եմ իմ գիտելիքների վրա եւ հասկանում եի, որ նույնիսկ եթե մենք գնայինք մինուս, ապա ես կկարողանայի դագոնով լինել պլյուս, բայց դուք պետք է սպասեք մեր բոտի հրահանգին, այսինքն մեր բոտը ասում է, որ բացեք կատ GPI-ը, դրեք 4 րոպե եւ սպասեք իմ հրահանգին։ Ես վրազեցի եւ կատարեցի գնում, բայց մեր բոտը պետք է տա ձեզ հրահանգ։ Դուք պետք է հասկանաք, որ չկա այդպիսի կոճակ, որը որ կլինի փողի կոճակ, որ դուք սեղմեք եւ փողը կա։ Ոչ, դուք պետք է անցնեք դժվար ուղի, դուք պետք է սովորեք trading։ Նույնիսկ կորուստներով, ես ունեցել եմ կորուստներ սովորելու ճանապարհին։ Ճիշտ է, ես չեմ վճարել ոչ մեկի, որպեսզի սովորեմ trading, բայց ես սովորել եմ իմ կորուստներով, այսինքն պրակտիկայով։ Ես կատարել եմ գործարք, ես կորցրել եմ եւ դրանից հետո ես ստացել եմ գիտելիքներ եւ այդպես սովորել եմ trading։ Հիմա ես ձեզ սովորեցնում եմ, որպեսզի դուք ավելի հեշտ եւ ավելի արագ սովորեք trading, բայց ինչքան էլ որ ես ձեզ սովորեցնեմ, ինչքան էլ որ ես ձեզ բացատրեմ տամ այսպիսի բոտեր, դուք պետք է անցնեք այդ ճանապարհը, քանի որ կյանքը կառուցված չէ, որ դուք սեղմեք կոճակ եւ փողը կա, ոչ, եթե ձեզ ինչ որ մեկը ասի, որ կա այդպիսի ծրագիր, որը որ սեղմելով դուք կաշխատեք գումար, նա ձեզ խաբում է, քանի որ եթե այդպիսի մարդ կա այս աշխարհում, նա չի տա ձեզ այդ ծրագիրը, նա ուղղակի կնստի տանը եւ կաշխատի անընդհատ գումար։ Հիմա մենք սպասում ենք մեր գործարքի ավարտին եւ ես ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ ապագա պլանների հետ։ Եթե մեր փակ Telegram-յան ալիքում լինեն շատ մարդիկ, ես հետագայում կստեղծեմ ավելի լավ արհեստական բանականություն, որը որ կաշխատի հետեւյալ ձևով։ Ոչ թե դուք կնստեք եւ կսպասեք, թե այդ արհեստական բանականությունը ինչ հրահանգ ձեզ կտա, այլ դուք կկարողանաք սեղմել այդ արհեստական բանականության վրա, օրինակ դուք բացել եք CAD GPI արժույթի գրաֆիկը եւ դուք սեղմում եք CAD GPI այդ ծրագրի մեջ եւ նա ձեզ ասում է կատարել գնում թե վաճառք։ Իհարկե դա նույնպես չի լինի փողի կոճակ, բայց նա կօգնի ձեզ, որpիսի դուք կարողանաք ավելի արագ եւ հեշտ սովորել trading։ Հիմա ես ուղղակի ուզում եմ, որ մենք փակվենք մինուս, որպեսզի ես ձեզ ցուցադրեմ դագոնը։ Ուղղակի չի ստացվում, որ մենք փակվենք մինուս։ Այսինքն մեր բոտը այնքան լավ է աշխատում, որ ես ուղղակի չեմ կարող ձեզ ցուցադրել մեր բոտի դագոնի հրահանգը։ Ահա, կրկին փակվեցինք պլյուս։
Լավ, եկեք ես ձեզ դագոնը ցուցադրեմ մեր մյուս վիդեոյի ընթացքում։ Եվ նայեք, երբ որ փակվում ենք պլյուս, մեր բոտը կրում է արդյունքը շահույթ։ Եվ այս զգուշացումը միշտ կա, իմ սիրելի դիտորդներ, թե շահույթի ժամանակ, թե կորուստի ժամանակ դուք պետք է հասկանաք, որ սա փողի կոճակ չէ, եւ չպետք է դուք օգտագործեք սա որպես փողի կոճակ։ Դուք պետք է ձեր հույսը տնեք ձեր գիտելիքների եւ ձեր ճանապարհի վրա։ Դուք պետք է հետևեք այս ալիքին եւ սովորեք trading։ Ես ձեզ տալիս եմ հնարավորություն, որպեսզի դուք ձեռք բերեք պրակտիկա։ Նայեք, ինչու ես անձամբ չեմ տալիս ձեզ սիգնալներ, այլ տալիս է այն բոտը, որը ունի իմ գիտելիքները։ Քանի որ իմ գրաֆիկը շատ խիտ է, ես ուզում եի ձեզ տալ սիգնալներ։ Իրոք ուզում եի, ուղղակի ես կկարողանայի ձեզ տալ սիգնալներ, ասենք շաբաթը մեկ անգամ։ Այդ իսկ պատճառով ես ուզեցի, որ դուք անընդհատ ունենաք պրակտիկա եւ կարողանաք ամեն օր ստանալ այդ պրակտիկ գիտելիքները, ես որոշեցի իմ գիտելիքները տեղափոխեմ արհեստական բանականության մեջ եւ դուք ստանաք այն արհեստական բանականության միջոցով։ Ասեմ ձեզ, արհեստական բանականությունը դա մեծ գումարների ծախս է։ Այսինքն ես ամեն ամիս վճարում եմ գումար, չեմ ասի ինչքան, բայց հավատացեք, որ շատ, քանի որ մեր արհեստական բանականությունը որտեղից է ստանում մեր այս սիգնալները։ Նայեք, այն կոծիրովկեքը, որը որ կա Pocket Option-ում կամ Trading View-ում եւ այդպիսի կայքերում, այդ կոծիրովկեքը ձեզ տրամադրելու համար դուք պետք է վճարեք ամսական գումարներ։ Եվ ես ամսական վճարում եմ գումարներ, չասեմ հələ սերվերներ, ծրագրավորողներ եւ այլն, բայց միայն այդ կոծիրովկեքը արդեն իսկ մեծ գումարների մասին է խոսքը։ Այդ իսկ պատճառով ես խնդրում եմ ձեզ, որպեսզի դուք ապահովեք ակտիվություն, որպեսզի մեր ալիքը գնա առաջ։ Դուք պետք է բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, գրանցվեք Pocket Option կայքում մեր հղումով, բաժանորդագրվեք մեր բաց Telegram-յան ալիքին, որտեղ ամեն օր դուրս են գալիս նորություններ կապված մեր ալիքի, մեր վիդեոների, իմ փակված գործարքների, ինչու՞ չէ, մեր փակ Telegram-յան ալիքի, որը որ մոտ ապագայում կբացվի։ Կապված փակ Telegram-յան ալիքի բացման հետ ես ուզում եի ամսի 31-ին տրամադրել իմ դիտորդներին, ուղղակի մեր արժույթները փակ են եւ իմաստ չկա ձեզ տրամադրել ամսի 31-ին։ Ես ուզում եմ ձեզ տրամադրել ամսի 5-ին, որպեսզի մեր արժույթները աշխատեն եւ դուք միանգամից կարողանաք փորձարկել մեր այս արհեստական բանականությունը։ Եվ որպեսզի դուք առաջինը իմանաք մեր արհեստական բանականության բացման մասին, ապա բաժանորդագրվեք մեր բաց Telegram-յան ալիքին։ Ես շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր որ ապահովում են ակտիվություն։ Եթե չլինեիք դուք, չէր լինի այս ալիքը։ Ցանկանում եմ բոլորիդ լավ օր եւ հաջողություն։